Հուլիսի 1-ից դուք այլևս նպաստ չեք ստանում, որովհետև չեք համապատասխանում կառավարության ներդրած անապահովության գնահատման նոր համակարգին։ Ահա այսպիսի լուծում է գտել կառավարությունը 10,000 դրամով թոշակները բարձրացնելուց, ապա վերընտրվելուց հետո նաև իրեն ընտրած քաղաքացիների համար։ 540,000-ից ավելի քաղաքացի այս ամբողջ գործընթացը դիտարկում են որպես ոչ արդարացի, ոչ մարդկային և սոցիալական բնույթի ծանրագույն հարված։ Փորձնական ծրագիրն իրականացվել է Կոտայքի և Սյունիքի մարզերում, ինչից հետո համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը 3,5 անգամ կրճատվել է 3762-ից հասնելով 1125-ի։ Սյունիքում 1219 նպաստառու ընտանիքից այս տարի նպաստ կստանան 350-ը։ Միայն երկու մարզի կտրվածքով նպաստառուների թիվը 5000-ից կհասնի 1280-ի։ 165,000 նպաստառու ունենք, այս փոփոխությունը վերաբերել է բոլորին և ակներևի, որ մոտ 80,000-ը զրկվելու է նպաստներից։ Տնտեսագետի հաշվարկներով օրվա իշխանությունը քաղաքացիներին զրկում է չնչին եկամտից։ Եթե մինչև 2018 թվականը Հայաստանում ընտանեկան նպաստ էր ստանում ավելի քան 100,000 ընտանիք, ապա այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ այդ թիվը հասել է 46,000-ի։ Նպաստառուներից կտրելու է, այդ փողը տալու են ու թոշակառուներին խոստացած 10,000 դրամ։ Գնացել են եղածը միտեղից վերցնելու, միտեղ կարկատելու, մեկից գցելու, այո, գցել է։ Տնտեսագետի համոզմամբ հուլիսի 1-ից գործող համակարգը հազարավոր ընտանիքների կանգնեցրել է օրվա հացի խնդրի առաջ, և սա այն պարագայում, երբ այդ նպաստները շատ ընտանիքների համար եկամտի միակ միջոցներն էին։